այսօր ականատես եղանք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճռի նրանց մահազատազրկման վճիռ կայացրեց Ադրբեջանի դատարանը ու զուգահեռ տեսնում ենք, որ վարչապետը 3 խաղաղության համար մրցանակ է ստանում, ձեր մեկնաբանությունը։ Գիտեք, ես ընդհանրապես որևէ կերպ չեմ ուզում անդրադառնալ իր մրցանակին, որտեղ անդրադառնալ միայն մի կերպ կարելի է, որ մրցանակ ստացավ այն ամենի համար, ինչը որ մեր հետ տեղի է ունեցել եւ շարունակում է տեղի ունենալ, որովհետեւ միանշանակ դա տեղավորվում է տրամաբանության մեջ ու տեսեք հենց այդ մրցանակ ստանալը ու մեր հայրենակիցների Բաքվում դատապարտելը դա ուղիղ ասում է այն մասին, որ այս խաղաղությունը, որի մասին իրենք խոսում են դեռևս, սա կեղծ է։ Ինչպես կարող ես դու խաղաղության մրցանակ ստանալ այն պարագայում, երբ քո հայրենակիցները Բաքվի բանտում դատապարտվում են հայ լինելու համար։ Եվ գիտեք, ես ասեմ ավելին, որ սա ընդհանրապես Արցախի ինքնորոշման դատապարտումներ, սա մեր ժողովրդի դիմադրության դատապարտումներ, սա, չգիտեմ, մեր Հայաստանի սա իր հետևանքները անպայման արդեն իսկ ունի եւ ունենալու է Հայաստանի անվտանգային համակարգի ողջ համակարգի խաթարումը, ըստ իս նաեւ պետականության, սահմանների, արժանապատվության եւ վաղվա մասին է, այն ինչ որ այսօր մենք լսեցինք Բաքվից եւ այստեղ լռությունը միանշանակ մեղսակցությունն է ու միաժամանակյա հանցագործությունը, ինչը անում են ներկայիս իշխանությունները, ինչը անում է այսօր միջազգային կառույցների մեծամասնությունը։ Տիկին Հակոբյան, օրեր առաջ գերիները վերադարձան Բաքվից, տպավորություն կար, որ փուլ առ փուլ բոլոր գերիները վերադարձվելու են։ Հիմա այս որոշումը ինչ որ առումով սպասել։ Սա հումանիտար գործընթաց է, որը եթե երկու պետություն խոսում են դա քաղաքական գործընթաց չէ եւ այդտեղ զիջել, փող զիջել չեն կարող։ Սա հումանիտար գործընթաց է, որը եթե երկու պետություն խոսում են խաղաղության ճանապարհ անցնելու մասին, հետեւաբար առաջնահերթ պիտի լուծվի սա։ Եվ եթե ըստ իրենց նաև հաստատվել է այդ խաղաղությունը, ինչի մասին սիրում են խոսել այս իշխանությունները, ապա Բաքվում չպիտի լինեին ընդհանրապես պատանդարված մեր հայրենակիցներից որևէ մեկը։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ,
Հիշեցնեմ, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի